վրա մահապորցել էին կատարել, տանելու են ինձի փագեն, լուծել ինչ անեմ։ Ընտրություններից ընտրություն են այդ մետրոն կառուցում։ Բոլորը պիտի հրաժարական տային, բայց Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մեր տաղավարում հյուրընկալել ենք հասարակական գործիչ Արթուր Չախոյանին։ Բարև ձեզ, պարոն Չախոյան, շնորհակալ ենք մեր զրույցի հրավերը ընդունելու համար։ Պարոն Չախոյան, նորքում տեղի ունեցած միջադեպից հետո ձեզ ճանաչեցին մեղավոր եւ կխնդրեմ ներկայացնեք, թե դրանից հետո դուք ինչ քայլերի դիմեցիք, եթե դատարան եք դիմել, ապա դատարանը ինչ պատասխանել ձեզ։ Նախ, բարև ձեզ։ Տվյալ միջադեպի վերաբերյալ կասեմ հետևյալը, որ տեղի ունեցած խուլիգանությունը ամբողջ հայությունը տեսավ, որ Արամ Սարգսյանի խուլիգանական եւ թալանչի կոռուպացված թիմը ինչ պատկեր ունի, իրանց դեմքը ցույց տվեցին եւ տվյալ դեպքի արդիվ կա հարուցված քրեական գործ, որով ես որպես մեղադրյալ եմ, այլ ոչ թե տուժող, այսինքն մեր հանրությունը դա հասկանում է, որ արդեն իսկ նորմալ չի, որ տվյալ գործով ես որպես մեղադրյալ եմ, քանի որ դեռ քրեական վարույթը եւ նախաքննական գաղտնիքը շատ ճակերտը չեմ կարող ասել, բայց ակնհայտ է մենք տեսնում ենք, որ ոչ մի ժողովրդավար երկրի, արժեքները իրանք չեն կրում, հակառակ դեպքում թաղապետը ի սկզբանե հենց առաջին օրը հրաժարական կտար, այլ ոչ թե 20 օր հետո, տեսնելուց հետո, որ հանրության մոտ այդ աղմուկը չի կորում, այսինքն էլ ավելի շատ քննադատողության առարկա է դառնում միջադեպը, այսպես ասած, եւ հանրության ճնշման ներքո առհասարակ մեդիադաշտը իրան գնացին այդ քայլի։ Ու ամենացավալին այն է, որ մեր հանրությունը շատ դեպքերում չի հասկանում, թե իրականում ինչա տեղի ունենում, որովհետև մենք տեսանք, որ միակ թաղապետը իրանց հրաժարական տվեց, այսինքն աշխատակազմի տեղակալը, այսինքն հրաժարական չտվեց, այսինքն իր տեղակալը ավականու անդամը մանդատը վայր չդրեց, չէ՞ որ նայել են հարվածում, ինչ տարբերություն թաղապետեր, թե աշխատակիցեր, թե պաշտոնյա, թե ավական է։ Եթե դուք կրում եք ժողովրդական երկրի արժեքներ, ճակերտավոր ինչպես որ իրանք են կարող, բնական է բոլորը պիտի հրաժարական տային, բայց բոլորը չեն տվել։ Ձեզ դուժող ճանաչեցին քփայականներից շատերն էլ սատարում էին Տեր Մարգարյանին եւ հենց Անի Խաչատրյանն էլ նշում էր, որ դա խմբակային ձեռք չէր, այլ փոխադարձ ուժերով, փոխադարձ կռիվեր հավասար ուժերով։ Դուք սա ինչպես կբացատրեք։ Այս հետեւյալ ձևի կմեկնաբանեմ Անի Խաչատրյանի հայտարարությունը, որ հենց նա է որակավորում, որ իմ տղամարդու գործակիցը մեկը 10-ին է իրանց ճակերտավոր ասած տղամարդկանցը, ինչը որ ակնհայտ ժողովուրդը տեսավ, այսինքն դա այդ ամենը այլ ուրիշ կերպ հնարավոր չի մեկնաբանել, այսինքն իմ գործակիցը իրանց տղամարդկանց կուսակցության գործակիցը 1-ին 10-ը։ Իսկ միջադեպից հետո ինչը բացահայտվեց։ Դա բացահայտվեց, որտեղ անկեղծ ասած բացահայտելու ինչ որևիցե խնդիր էլ չկա, որտեղ ակնհայտ էր հենց ժողովուրդ օրաթերթներ, ասենց ասած ամենաթեժ մարտի դաշտում այդ ամենը շատ պարզ, հստակ, շատ պրոֆեսիոնալ մակարդակի այդ ամենը լուսաբանեց եւ ոչ մի բացահայտելու բան չկա, այսինքն արդեն իսկ ամեն ինչ բացահայտված է խուլիգանությունը։ Մինչ այս պահը տարբեր հարձակումներ են եղել ձեր նկատմամբ եւ եղել է անգամ հարձակում կացնով, վերջում էլ այս միջադեպը տեղի ունեցավ եւ ձեզ դուժող կողմ ճանաչեցին։ Այս ամենը կարող է ձեզ հետ պահել ինչ որ մի բանից կամ հենց այս բացահայտումներից, որը դուք դադարեցնեք ձեր բացահայտումների շարքը։ Չէ, ձեր նշած միջադեպներից բացի ինձ վրա մահապորցել էին կատարել 3 հոգով, դանակով, շքամուտքի մոտ եւ որովից այդ միջադեպներից էլ հետո ես առհասարակ իմ գործունեությունը չեմ դադարում, այլ առհասարակ էլ ավելի
հզոր ուժեղ տեմպերով եմ այն ծավալում եւ որևիցե հանգամանք չի կարող հանդիսանալ այն գործունեությունը դադարեցնելու համար, այսինքն ես հետ քայլ նահանջ անելու մտադրություն չունեմ։ Սա շարունակում եք ձեր բացահայտումների շարքը։ Այո, իհարկե։ Ինչ հասարակական գործունեություն եք ծավալում, որտեղ ինչ խնդիրներ եք տեսնում, բարձրաձայնում։ Տեսեք, հիմնականում Երևան քաղաքի կոռուպցիոն եւ անորակ բարեկարգման աշխատանքներին եմ անդրադառնում, հենց երեկ էլ անդրադարձել էի ժողովրդին ի ցույց եմ դրել, թե ոնց է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ժողովրդին ընտրություններից ընտրություն խաբում, այսինքն այլ կերպ ասած նախընտրական կուտ տալի, որ ժողովուրդը իրենց ձայն տա, ինչպես որ աջափնյակի մետրոն, որ ամեն ընտրությունների ժամանակ կառուցում են, ընտրություններից ընտրություն են այդ մետրոն կառուցում։ Դա ինչի մասին է խոսում, որ անընդհատ նշում են, որ բարեկարգվելու է, բայց քայլ չի ձեռնարկվում։ Նախընտրական իրանք հերթական ժողովրդին մանիպուլյացիա անելով ձայնել են փորձում գողանալ, այսինքն ժողովրդի վստահությունը չարաշահելով հիմա 2026 թվականի ընտրություններին, բարձրայս այգին արդեն էլի պիտի սկսեն ցույց տալ, ասեն ժողովուրդ, մենք բարեկարգում ենք, ձեր այգի ենք սարքում, այսինքն մի բանը, այսպես ասած, երկու անգամ վաճառում են ժողովրդի վրա, այսինքն սա ուղղակի Եվ ըստ ժողովուրդը ինչպես է անցալում նրանց այս խոստումները 2026 թվականին պատկերը ինչպիսին կլինի։ Տեսեք, բնականաբար գիտակից ժողովուրդը, գիտակից հանրությունը այդ ամենը տեսնում է, հասկանում է եւ 2026 թվականին իր արձագանքը, այսպես ասած, կտա, բայց ցավոք սրտին կան նաեւ ժողովրդի մեջ, որ իրականությունից կտրված են եւ չեն գիտակցում, չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում, թե ոնց են երկիրը թալանում, քանդում, կառուցելու փոխարեն եւ այսպես ասած քաղաքականությունով չեն զբաղվում, ինչը որ իրենց քաղաքականությունով չզբաղվելը նպաստում է այս իշխանությանը վերարտադրմանը։ Ես հույս ունեմ, որ գիտակից ժողովուրդը այդ թվում որ քաղաքականությունով չի զբաղվում 26 թվականին ճիշտ որոշումներ կկայացնեն Հայաստանի Հանրապետության ապագայի։ Վերջում նորից անդրադառնալով ձեզ հետ տեղի ունեցած միջադեպին, կխնդրեմ նշեք, թե եթե դատարանը ձեր հոգուտը ձեզ չորոշի, դուք ինչ քայլերի եք դիմելու հետագայում։ Դե եթե հոգուտ ինձ չորոշի, ոչ մի քայլը չեմ կարող ինձ տանելու են նստեցնեն գաղութ, որովհետև տվյալ Թաղապետարանում տեղի ունեցած միջադեպը իմ, ասենց ասած, չարարքը, որը ոչինչ չեմ արել, ավելի ինձ վրա ծանր հոդված են դրել, քան թե իրանց արածը։ Այսինքն, եթե ինձ դատեն, ես տանելու են ինձ փագեն, լուծել ինչ անեմ, ոչինչ չեմ կարողանալու անեմ։ Շնորհակալ ենք։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը հասարակական գործիչ Արթուր Շախոյանն էր։